կողմից իանց KGB-ի զամմինիստրը սիստեմատիկաբար այցելել է Ստեփանակերտ, Շուշի Ստեփանակերտ, Արայիկ Հարությունյանը գնացել են Բոզի, Գյոթի, Կերե, Խամե, Քեֆենարե, ապացույցները մյուս հաղորդմանը։ Ուրեմն հեկի վաճառման փաստաթուղթը այս ղախպիտողու Արշավիր Ղարամյանի ես դրեցի, որ մի հատ պոռնիկի ծնունդ չլինի, լակտիսուտա ատազմաչկա։ Նույն ձևով վաճառվել է Դավիթ Իշխանյանի հեկը, գեսը, 4 միլիոն դոլարով։ Հիմա կասեն հարց, բա Վարդան Ղուկասյան, ռաս Դավիթ Իշխանյանը այտենց մոտ ա եղել թուրքերի հետ, հեկա ծախե, ինչի թուրքերը բռնին տարան, տրամաբանական հարց, ասեմ ինչի բռնին տարան։ Ինչպես նախորդ պայմանագրի մեջ, որը դրված էր իմ Telegram կանալում, այնպես այս պայմանագրի մեջ ադրբեջանական կողմը գրել է, որ դուք պարտավոր եք հեկը փոխանցել ինձ ցելիկոմ մի հատ վինցիկ, բոլցիկ, վրից պակասած չպիտի լինի, վնասված չպիտի լինի, ինչ կա այս վիճակով մենք առնենք, ասում են այո։ Ասում են այո, օքեյ։ Ադրբեջանը 4 միլիոն դոլարը տալը մա, ռուսների միջոցով առնեմա, բայց իմիջալոց հեկն էլ որտեղ է գտնվում։ Լաչինի Մաքսատան մոտի հեկը Արցախ գալուց աջ կողմի վրա։ Դավիթ Իշխանյան Բոզի տղեն 4 տուրբինները, որ հեկի վրա չի եղել։ Թուրքերը հեկը վեկալել են 4 միլիոն դոլարով առել են։ Մարդիկ նամուսով, թասիբով փողը տվել են։ Տուրբինները վրան չեն եղել։ Եվա 4 ա եղել, 3 ա եղել, կարևոր չի։ Տուրբինները չեն եղել։ Թուրքը գալն տենում է, տուրբինը չկա, տուրբինները։ Այսինքն տուրբինները առանձին են ծախել։ Հեկը առանձին են ծախել։ Արցախի պետությունից հեկը կորցնելու որպես բիզնեսմեն ես բանը կորուստ ունեմ, թուրքերն իմ հեկը վերցրել են, Արցախի պետությունից էլ առանձին են գումար ստացել 4 միլիոնից ավել, որտեղ հզոր հեկ ա եղել։ Այսինքն մի հեկը 10 տեղ ծախել են, Թուրքի վրա ծախել են, Հայաստանի վրա ծախել են, վերջում էլ ասել մեզ պիտի օգնեք, մենք բիզնեսմեն ենք հեկ են կորցրել։ Թուրքն ասել լավ ոնց թե կու մամանք ունեմ, դու ինձի հեկ ես ծախեմ, տուրբինը վրան չի, բռնում են ընկեր Դավիթ Իշխանյանին, տանում են Բաքու, մինչև այսօր 4 միլիոն դոլարի ծասանում են։ Այդ որ հլամ ասում եք մեր հայերին հետ բերեք, այդ հայերին ես ռուսերենով Instagram-ով ասել եմ, ով չնայած ադրբեջանցի կերեն, բայց լսեմ, ով սրանց հետ բերի Բոզի տղայա։ Քաֆոր եմ դնելու ես Ալիևի վրան։ Շարունակում ենք։ Ինչ անշարժ գույք ունեցել են, ես մի քիչ արագ եմ ասում, որովհետև ցելի դապոն կանդեղ։ Ինչ անշարժ գույք ունեցել են Արցախի վերնախավը, բոլորը վաճառվել է Արցախ պետության վրա։ Համ ծախել են թուրքերին, համ ծախել են Արցախի վրա։ Թուրքերին Արցախի, ու հարիկ ժողովուրդներ մինչև այսօր մատածածում Երևանի քուչեկը, սիրելի Ղարաբաղցիներ։ 538 միլիարդ դրամ ուշադրություն 2020-ից 23 թվականի սեպտեմբերը ծածկ տարել է Արցախի վերնախավը 538 միլիարդ դրամ վերացեք դոլարի դաշե օրինակ ուրեմն ՄՎԴ-ի մինիստր Կարեն Սարգսյան Վանեցի խնամին 1 հեկտար տարածքում Ստեփանակերտ ունեցել է 3 առանձնատուն մի հեկտարի մեջ եղել է 3 առանձնատուն իմիջիայլոց հենց այդ առանձնատնից բռնին տարան Ղարաբաղի վերնախավ Բոզի տղին չբռնին տարան հանձնվան չբռնին հանձնվան ուրեմն այդ առանձնատները ինձ թիվ են ասում բայց ես չեմ կարող այդ թվին հավատամ Այն մարդիկ երթում են ուտում, պատրտում են ուտում, ասում են այ ախպեր, այդ 3 առանձնատունը Արցախ հանրապետության վրա ՄՎԴ-ի զամմինիստրը վաճառել է տասնյակ միլիոնավոր դոլարներով։ Թվեր են ասում, ես չեմ ուզում հավատամ, դրա համար են գալուց։ Պրոստը։ Հայաստանը բերեք 28 մեքենա, որից 2-ը կրան։ Ողջ վերնախավը նորից եմ կրկնում, իր գույքը ծախել է պետության վրա։ Ասում եմ միլիոնավոր տասնյակ, ես ասեմ 20, դուք ասեք 40, ես ասեմ 40, դուք ասեք 70, ես ասեմ 70, դուք ասեք 100 միլիոն դոլարներով առանձնատները ընկեր ՄՎԴ-ի մինիստրը վաճառել է Արցախ հանրապետության վրա։ Անցնում ենք դալշե։ Անկամ Արայիկ Հարությունյանի ախրանիկը
Ռոլանդ, ով տուն է ստացել անվճար Արցախի կառավարությունից Քյալբաջարում, էդ էլ է հասցրել $45,000 իատունը ծախել պետության վրա։ Շարունակում ենք։ Սերգեյ Արուստամյան, Շուշիի հրամանատար կամ Վայենկով, այժմ Արգիշ Քարամյանի խորհրդականն է, Վայենկոմա։ Եկել է Արգիշ Քարամյանի խորհրդական։ Ինչու՞։ Եվ ստանում է 1,800,000 դրամ աշխատավարձ, Վայենկոմ մարդը։ Ինչ խորհուրդ պիտի տա Արգիշ Քարամյանին, հա? Ասեմ։ Սերգեյ Արուստամյանը Արգիշ Քարամյանի հետ միասին, հիշում եք, դրա մասին շատ է խոսվել, շատ է քննարկվել, դուրս են բերել Շուշիի բանկի գումարները, $-ին։ Կամ Արմեն Ղազարյան, Աշոցքի միլպետ, մի րոպե նկարը դնեմ։ Երբ Արմեն Ղազարյան, ստացակը գրենք Աշոցքի նախկին միլպետ, լատինատար։ Չար լեզուները ինչ են ասում, պարոն Աբազյան։ Ասում եմ, նախ ես ցավակցում եմ Արմեն Ղազարյանի ընտանիքի անդամներին, ուրեմն Արմեն Ղազարյանը ներկա է գտնվել, որ ասում են Շուշիի բանկ, դա Շուշիի բանկը չի, դա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, այսպես ասած, բունկերն է, գանձարանը, որտեղ որ պահվել են Հայաստանի Հանրապետության գումարները։ Գումարները դուրս են բերվել Շուշիից, մինչև Շուշին հանձնելը, բնականաբար, եւ դուրս են բերվել առանց ինկասատորների, առանց պատշաճ ձևի եւ կարգի, պրոստը տեղի ունեցել կենտրոնական բանկի մասնաճյուղի բունկերի թալան, որին մասնակցել է Արգիշ Քարամյանը եւ Սերգեյ Արուստամյանը։ Աշոցքի միլպետ նախկին Արմեն Ղազարյանը ծնված 1975 թվականին այդ ամենը նկարահանել է իր հեռախոսի վրա։ Բայց զայրույթը մարդու այնքան մեծ է եղել, որ այնտեղ բոլորին հայտարարել է, հələ թող պատերազմը բանը պրծնի, տեսեք ես նրանց մաման ոնց եմ դոմփելու։ Դուք հələ տեսեք ինչեր են սրանք արել։ Եվ 06/10/2020 թվականին եւ հիշեցնում եմ 06/10, այդ ժամանակ Շուշին ընկած չէր։ Արմեն Ղազարյանը մեղմ ասած զոհվում է, այսինքն ստանում է հրազենային վնասվածք դիպուկահարի կրակոցից։ Ինչ էր անում դիպուկահարը։ Այդտեղ չէր կարալ դիպուկահար, այդ ժամանակ գտնվում էր մեր տարածքում։ Ուրեմն վիրավորում ստացած Արմեն Ղազարյանը դնում են շտաբօգնության մեքենա եւ տանում են Ստեփանակերտի հոսպիտալ։ Հետ վերադառնալիս շտաբօգնության մեքենան բանը պայթում է Ստեփանակերտ Շուշի ճանապարհին։ Հիշեցնեմ, որ թուրքերը մտել են Շուշի 05/11/2020 թվականին։ Շտաբօգնության վարորդը Քարինտակ գյուղից։ Աշոցքի միլպետը ներկա է գտնվել Շուշիի բանկի տարհանմանը եւ նկարել է հեռախոսով Արգիշ Քարամյանին։ Դա է եղել Աշոցքի միլպետին ոչնչացնելու պատճառից մեկը։ Եվ բանը Ստեփանակերտի